Սրանք ապրիլի 15-ի վաղ առավոտյան ցրտահարության հետևանքներն են, այսպես տեսեք մի քանի հավաքելու բերք ցրտահարվել է։ Մոտ 10 օր մենք բերքահավաք չենք կարողանում կազմակերպել, մինչև նորերը այսպես դուրս եկան։ Ապրիլի 15-ի ցրտահարությունից Կարեն Գաբրելյանի մրգաշատում գտնվող ծնեբեկի հասուն բերքն ամբողջությամբ վնասվել էր։ Մոտ 400 կիլոգրամ դարձել էր անպիտան, բայց ի տարբերություն այլ մշակաբույսերի ծնեբեկը կրկին վերականգնվել է շնորհիվ մեծ կոճղարմատի։ Այս ամբողջ բույսը ամեն տարի այդ վարդակը մեծանում է, այդ իր կոճղարմատի վարդակը, որտեղից այս բողբոջներից ծլում են գարնանը սրանք։ Այս ուտելու մասը արդեն այդ ընձյուղները։ Կարենը ծնեբեկ աճեցնելու մանրամասներն ուսումնասիրել է Եվրոպայում, տեսական գիտելիքները հետագայում ներդրել է տնամերձ հողամասում և սկսել ինքն աճեցնել։ 20 տարվա ընթացքում արտադրական տարածքը 300 քառակուսի մետրից հասցրել է կես հեկտարի։ Ավելին էլ կարող է, բայց զբաղվածությունը թույլ չի տալիս։ Երբ ծնեբեկ աճեցնելու առաջին քայլերն էր անում, հետաքրքրվածներն այնքան էլ շատ չէին, իսկ հիմա և ծնեբեկի դաշտերն են շատացել, և արտադրական ծավալներն են մեծացել նաև իր խորհրդատվությամբ։ Հարյուրավոր հեկտարներ կա, Դավթյանները Գորիսում ունեն, Արա Լեռան մոտ ունեն, ընկեր ունեն, որ 7 հեկտար Արմավիրի Գետաշեն գյուղում նոր տարածք է իմ խորհրդատվությամբ հիմնել։ Այդ ընկերս դրսում շուկաներ փնտրելու մեծ մասնագետ է։ Կգտնի շուկա, երևի կարտահանենք։ Ծնեբեկի արտադրությունը սկսում է սածիլից։ 1 տարեկան այս սածիլները հիմնական տարածք տեղափոխելու և բերքատու դարձնելու համար ֆերմերը ևս 3 տարի պետք է մշակի, իսկ սա արդեն հասուն սածիլն է, 4 տարեկան, որը բերք կտա տնկելուց 1 տարի հետո։ Սա իր տեղում արդեն բերք տվող է 4 տարեկանը, բայց երբ որ իրեն հանում ենք, նորից վերատնկում ենք, այդ հանել վերատնկելու ռեստարտի այդ պրոցեսում իրան պիտի մի տարի նորից մշակենք, որ բույսը ամրանա, հզորանա, 5-րդ տարվա մեջ արդեն բերքը նորմալ տա։ Բարձրարժեք այս բույսի մշակությունը ոչ այնքան դժվար է, որքան աշխատատար։ Սեզոնը սկսվելուն պես Կարենն իր աշխատախմբով դաշտում է։ Մարգերի փխրեցումից և ակոսների թարմացումից մինչև պարարտացում և բերքահավաք ամենօրյա աշխատանք է պահանջում։ Պարարտանյութը, որով սնուցում է հողը, օրգանական է, ստանում է բուսական մնացորդների վերամշակումից։ Ծնեբեկը եկամուտ է բերում ցանելուց 4 տարի հետո։ Բավականին մեծ գումար է ծախսվում, 4-րդ տարուց նոր բերք ենք հավաքում ու 5-րդ, 6-րդ, 7-րդ տարուց նոր ինքնածախսած ծածկումը լինում ու եկամուտ եք ստանում։ 4 տարի մշակում ենք, հետո 15-20 տարի նույն տարածքից կարող ենք բերք հավաքել։ Ֆերմերն իր արտադրական տարածքում ուսումնական ճամբար հիմնելու նպատակ էլ ունի, որտեղ գյուղատնտեսական կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտրվի անմիջական մասնակցություն ունենալ տարբեր մշակաբույսերի, այդ թվում ծնեբեկի աճեցմանն ու բազմացմանը։ Սիրուն վրանային ամեն ինչով երեխաները գան, տնկեն, բերքահավաք անեն, ամեն գործողության մասնակցեն։ Գնալով շատ ավելի մեր երիտասարդ սերունդը հողից հեռանում է։ Հենց հիմա մեծ ծրագրեր կան, ես զբաղվում եմ, ասացի 32 հեկտար խաղողի այգիների կառավարիչ եմ, նորմալ կադրեր չենք գտնում, որ գան զբաղվեն գյուղատնտեսությամբ։ Դրա համար եթե կա երեխու մեջ արթնացնենք այդ սերը հողի նկատմամբ, հետագայում էլ իրոք մասնագետ դառնա, միջազգային են մակարդակի, անընդհատ գործ կունենա։ Կարենն իր փորձն ու գիտելիքները փոխանցում է նաև սկսնակ ֆերմերներին Արմավիրից մինչև Արագածոտն, Գեղարքունիքից մինչև Տավուշ։ Նաև արշավների սիրահար է, չնայած ծանրաբեռնվածությանը օրեր է առանձնացնում արշավներ կազմակերպելու և Հայաստան ամեն անգամ նորովի բացահայտելու համար։ Հայկ Աշասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։